Պատվարձան դատարան, մենք դեռ չենք ստացել վերաքննիչ դատարանի որոշումը, բայց ընդհանուր գծերով մոտավորապես պարզ է, ինչ պետք է ձևակերպել։ Դատարանը եւ քիչ դեպքերից է, որ համակարգչի մեղադրանքի կողմի հետ մենք նույնպես այդ որոշման հետ համաձայն չենք։ Բայց համաձայն չենք այն իմաստով, որ չի կարող լինել ապօրինաբար հետապնդվող անձի նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց։ Դա բացի որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է, նաև հանցագործություն է։ Անձի նկատմամբ ապօրինաբար քաղաքական նկատառումներով հետապնդում իրականացնելը քրեորեն պատժելի արարք է։ Նախորդ միջնորդությունների քննարկման ժամանակ անդրադարձել ենք, որ եւ հետեւողականորեն դատարաններին ներկայացնելու եւ նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանին ներկայացնելու պրակտիկայի ենթերությունը, որ չի կարելի պարզապես անձի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգել նախաքննության ընթացքում հաստատված հիմնավոր կասկածի տրամաբանության մեջ, որովհետև նախաքննությունից հետո պարզ է դառնում, որ անձի նկատմամբ իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում, ապացույցներ են կեղծվել, ձայնագրություններ են խմբագրվել եւ այլն։ Հետևաբար դատարանը պարտավոր է անդրադառնալ հիմնավոր կասկածի հարցին, չառաջնորդվել միայն նախաքննության ընթացքում դատարանի կողմից հաստատված չեն։ Տարբեր միջնորդությունների քննարկման ընթացքում եւ հրապարակված դատական ակտերում դատարանը որոշակի տարբերվող դիրքորոշումներ ներկայացրել է, բայց որոնց վերջնարդյունքը այն է, որ ընդհանրապես հիմնավոր կասկածը չի քննարկել։ Տարբեր դիրքորոշումների մեջ եղել է այն, որ դատարանը չի կարող հիմնավոր կասկածի հարցին անդրադառնալ, սակայն եղել են նաև ձևակերպումներ, որ դատարանը բավարար է համարում եղած տվյալներով հաղթարում է հիմնավոր կասկածի առկայությունը առանց պարզաբանելու, թե կոնկրետ ինչ հանգամանքներին պետք է հղում կատարի, կոնկրետ ինչ փաստերի վերլուծության արդյունքում արձանագրել հիմնավոր կասկածը։ Հետևաբար պնդում եմ, որ խափանման միջոցի որպես պարտադիր պայման, որը օրենքից եւ եվրոպական կոնվենցիայի կանոններից չի կարող շեղվել պրակտիկ մեկնաբանություններով, եկուս դալենի վճռաբեկ դատարանի մեկնաբանությունը, պարտադիր պետք է առկա լինեն հիմնավոր կասկածը եւ համապատասխան քրեաիրավական որակումով մեղադրանքի առկայությունը։ Հիմնավոր կասկածի մասով նախորդ միջնորդություններին էլ բազմիցս խոսել ենք, հիմա կարճ եմ անդրադառնում, ակնկալելով, որ դատարանը դատական ակտում կպատճառաբանի ինչ փաստերի վերումով է հաստատված համարում հիմնավոր կասկածի առկայությունը կամ ինչու չի անդրադառնում հիմնավոր կասկածը։ Ճիշտ քրեաիրավական մեղադրանքի առկայության հիմքում, որը նույնպես խափանման միջոցի պարտադիր պայման է, նախ ֆիլմերի դիրքորոշումներ ներկայացրել են դատարանի հայտնի լրացուցիչ ծանրաբեռնին, որ առաջադրված մեղադրանքները ահաբեկչություն եւ իշխանության յուրացում չեն բխում մեղադրական եզրակացության շարադրանքից եւ նաեւ հիմնավոր կասկածի փաստերի գնահատման տիրույթում չեն կարող որևէ կերպ հաստատվել, նույնիսկ եթե բոլոր ապացույցները դատարանում կրկնվեն եւ նույնիսկ եթե մեղադրանքում նկարագրված օբյեկտիվ կողմի հատկանիշները ամբողջությամբ ապացուցվեն։ Այսինքն դատարանը եւ իրավունք ունի, եւ կարող է, եւ պարտավոր է գնահատական տալ ճիշտ քրեաիրավական որակման առկայությունը որպես խափանման միջոցի պայման։ Անդրադառնալով հիմքերին, էլի հնարավոր չի խոչընդոտել մի բանի, որը անհայտ է։ Մենք այս դատական նիստերի ընթացքում փորձում ենք հասկանալ, որ ապացույցը ինչի մասին է, բայց մեղադրանքի կողմը հետևողականորեն դրա մասին դիրքորոշումներ չի հայտնում, եւ նաեւ այդ պատճառաբանությամբ հնարավոր չէ խոչընդոտել մի բանին, ինչը չես տեսնում։ Բացի այդ, եւ դուք եւ մյուս դատարանները պետք է անդրադառնանք եւ ինչպես իրավական, այնպես էլ հարցի արժեհամակարգային առումով ճիշտ գնահատականներ տակ, արդյոք համարում եք, որ Բաղդադ Սեփականը այն անձն է, ում կարող եք վերագրել հակաիրավական կամ գործի քննությանը խոչընդոտելու ինչ-որ sense վատ դեվիանտ վարքագծի հակում ունեցող անձ որպես։ Հակառակը դատարանը պետք է գնահատի եւ Բաղդադ Սեփականի անձը եւ նրա ներդրումը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ եկեղեցու առաքելական սուբեկեղեցու զարգացման հարցում եւ նաեւ պետք է գնահատի մի տարվա ընթացքում դատական նիստերի նաեւ իրավական տերմինով չմասի վարքագիծը
այլ իր ներկայության ձևն ու կարգը, ինչպես ասում է Սրբազանը։ Այս ամենի հաշվառումով էլի ասեմ, որ դատանին չեմ խնդրելու մեր խափանման միջոց կիրառել, դատանից պահանջում դադարեցնել ապօրինությունը։ Բաղրատ Սրբազանը ապօրինաբար ենթարկվում է քրեական հետապնդման, նրան ստացվում է կարող ունենալ խափանման։ Այնուամենայնիվ որոշակի մեր կանխատեսում ունեմ դատանի վարքագծի վերաբերյալ, կանխատեսումը հիմնված է այնպես էլ այլ գործերով էմպիրիկ հարուստ նյութի ուսումնասիրության հետ։ Դուք որոշեք ինչ որոշում եք, մենք անդրադառնանք ձեր որոշումներին, մեր բողոքներով եւ հրապարակային դիրքորոշումներով։ Եվ նաև պատվարժան դատան, քանի որ ինձ նաև որոշակի առումով կանխատեսելի է որոշման հնարավոր տարբերակները, թեև այս դատական ընթացքը հնարավորություն չի տալիս որոշակի ճկունություն դրսևորել, դրա համար ստիպված եմ նախապես որոշակի տեղեկատվություն դատարանին ներկայացնեմ, որ դատարանի այնպիսի որոշման դեպքում, որ իր միևնույն համաձայն չեն կլինի, բայց որը կենթադրի ազատության սահմանափակում, ես դատարանին ուզում հայտնեմ հասցե, որը անկախ այսօր խափանման միջոցը փոփոխվելու, չփոփոխվելու ժամկետը լրանալու անկախ դրանից, դատարանին այսպես տեղեկից միջնորդվելու էինք Սրբազանի բնակության հասցեն փոխարինել, սահմանելով մեղրի կհանձնեն հետո էլ խնդիր առաջանալով Կոտայքի մարզ գյուղ ձորախտյուր առաջին այգեգործական զանգված 7-րդ թաղամաս 28-10 Որից կնշեք։ Ես առանձին եմ կներկայացնեմ նիստից հետո, բայց նիստից հետո չէ, հիմա քննարկում ես հարցը, նաև մյուս հարցեր հետ կապված։ Դա, եթե հասցեն չեք ցանկանում այս բանը, ասեցին են շուտ ցանկացողը չի կարողանալու հետ տես վիդեոզապիսը։ Կոտայքի մարզ գյուղ ձորախտյուր առաջին այգեգործական զանգված 7-րդ թաղամաս 20 Եվ պատվարժան դատարան էլի կապված չլինելով այսօրվա ժամկետի լրացման հետ լրացուցիչ միջնորդություն կարող է առանձին անդրադառնալ կամ որոշման հետ ակնկալում եմ, որ դատարանը թույլ կտա, որպեսզի Բաղրատ Սրբազանը, քանի որ արդեն մատանային կալանքի պայմաններում հնարավորություն ունենա այցելել մայր տաճարում պատարագի կիրակի օրերին։ Բոլոր պատարագներին մասնակցել։ Եթե կարող եք հասցեի հետ կապված նշեք գրավոր տվեք ինձ են եմ այս խնդրեմ Բաղրատ Սրբազան մյուս արտահայտումներ կան խնդրեմ իրականում մի հանգամանք էր կապված խոսել, ցանկանայի խոսել, բայց մինչ այդ հարգելի դատարան ասեմ ի սկզբանե, որ դուք բավարարելու եք հանրային մեղադրողի միջնորդությունը, համոզված եմ, եթե հանկարծ սխալվեմ, իցույց բոլորի խոնարհվեմ ձեր առջև եւ ներողամտություն կհայտնեմ, որ ոչ ճիշտ դիրքորոշում եմ հայտնել ձեր հանդեպ, բայց ամեն դեպքում անդրադառնամ միջնորդությանը։ Տեսեք, հարգելի դատարան, խոչընդոտելը Բաղրատ Սրբազանի հանրային մեղադրողը ինչով հիմնավորեց, նախ նրա ճանաչված լինելով եւ նաեւ arczepiskopos լինելով։ Այսինքն կարող եմ միանշանակ արձանագրել, որ եկեղեցու դեմ պայքարը նաեւ այս քրական գործով ավելի հայտնի է դառնում
նրանով, որ arczepiskopos կոչումը, որը ոչ բոլորին է հասու, եկեղեցականներից շատերը, որոնք որ ընտրում են այդ ծառայությունը մատուցելու Աստծուն եւ ժողովրդին, ոչ բոլորն են ընտրում այն ճանապարհը, որը կհանգեցնի, կբերի իրենց նվիրվածությամբ եւ հավատքով arczepiskopos դառնալու, որովհետեւ այդ arczepiskopos դառնալու հանգամանքը պահանջ է դնում, որ անձը ամուսնացած չլինի։ Հիմա դատարանում ներկայացրեց հանրային մեղադրող եւ դատական նիստերի քննության ավելի ճիշտ խոչընդոտ դիտակեց վերջինիս իմ ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի arczepiskopos լինելու փաստը, որ նա սրբազան է եւ այդ պարագայում կարող է խոչընդոտել քրեական վարույթի քննությանը։ Ես մի պահ իսկված հարգի դատարան, թե Բաքվի դատարանում է գործը քննվում։ Կարելի է չէ ասել ուղղակի, որ նախկին իր ըստ ենթադրյալ նախաքննությամբ ենթադրյալը չինձուապատվիչները ինք են տալիս ենթադրելու, որ կարող է խոչընդոտել եւ չընդգծել այդ arczepiskopos լինելու հանգամանքը, սրբազան լինելու հանգամանքը։ Այլապես ես որպես քրիստոնյա զարմացած եմ։ Հիմա կասի հարգելի Արտուր Սարգսյանը ինչից է զարմացած։ Զարմացած եմ, որ ապրում եմ Հայաստանում, զարմացած եմ, որ քրիստոնյա եմ, զարմացած եմ, որ այս նիստում եմ եւ ամենաահավոր փաստը, որ արձանագրեց այսօրվա նիստին, շատ ծանոթ ձևով անցկացվեց, որ քանի որ arczepiskopos է, ուրեմն նա կարող է խոչընդոտել դատական նիստին։ Ես ուզում եմ հասկանալ հարգի դատարան, դուք էլ եք քրիստոնյա։ Երբևիցե ձեր ապրած կյանքում հանդիպել եք դեպքի, որ arczepiskopos խոչընդոտի պետության որևիցե գործելավոճի կամ իրավական որևիցե նորմի իրականացման։ Այդ ողջավորական arczepiskopos-ը նման քայլ է դիմել։ Ոսի հարգի դատարան, ես խնդրում եմ ձեզ, նաև հորդորում եմ, որպեսզի այլևս թույլ չտաք, երբ խոսքը վերաբերվում է մեր սուրբ եկեղեցուն, նրա սպասավորներին, անձինս arczepiskopos-ներին, նրանց հասցեին նման իրավական դիրքորոշում հայտնել։ Ինչքան էլ որ փորձեն հիմնավորեն, որ դա իրավական դիրքորոշում է խոչընդոտելը, սակայն այն հանգամանքը, որը տրվում է ենթադրյալ խոչընդոտման փաստի մեջ, որևիցե կերպ չի հիմնավորվում եւ որևիցե կերպ իրավասություն չի տալիս անձին, լինի դա սույն գործով հանրային մեղադրող, թե ով ուզում է լինի այս գործով լինի ասենք մեղադրող, դատավոր կամ չգիտեմ որևիցե պաշտոնյա։ Կորեկտությունը եւ նաեւ հավատքը պաշտպանելը, հավատքին հավատալը եւ հետևելը Աստծո խրատներին եւ պահանջներին, Աստվածաշնչում տրված համապատասխան խորհուրդներին կարծում եմ յուրաքանչյուր քրիստոնյայի պարտքն է։ Եվ վստահ եմ, որ հանրային մեղադրողները նույնպես քրիստոնյա են եւ եկեղեցու կողմից մկրտված են եւ խնդրեի, որ այս արտահայտությունը իրենք հերքեն եւ ներկայացնեմ, որ պատահականությունները ոչ թե մտածված արտահայտություն, այսքան։ Պատվարժան դատարան անկեղծ ուզում եմ հասկանալ, չեմ հասկանում, պարոն Դավթյանը մոլորության մեջ է, թե փորձում է մոլորեցնել։ Հանրային մեղադրողը չի ասել նրա մեջ բերած որևէ բառ չի ասել։ Ունենք ձայնագրությունը եւ կարող եք լսել այդ ձայնագրությունը։ Ես խնդրում եմ միջնորդությունը եւ խնդրում եմ դատավարության մասնակիցներին չնենգափոխել հանրային մեղադրողի խոսքը։ Ստացվում է ես ավելորդել մեղադրել եմ հանրային մեղադրողին, իսկ հանրային մեղադրողների պարագայում հանդիսատատից իրականում ինքը չի ասել այդ անգամ։ Ուրեմն ձեր
թե գիտենք սա Բարձրաշան հոգևորական արքեպիսկոպոս է։ Հետո Բաղդադ Սրբազանից բացի եկեք նստած միան մի հոգևորական, որը Բարձրաշան զարգավայել է ես մեր մոտ։ Բարձրաշան հոգևորական ասելով Բաղդադ Սրբազանի թափանման միջոցներ։ Բաղդադ Սրբազանը արքեպիսկոպոս է։ մեկ վարկյան դրություն վերարտադրելու անհրաժեշտությունը չկա պաշտպանդավցը, եթե դրա անհրաժեշտությունը կանի, կարող է դիմել դատական լիստի ձայնագրության վազովային սկավառակ տեսքով կտրամադրի ցույց, եթե դրա անհրաժեշտություն կունենաք։ Դատանը յուրաքանչյուր վարքի մասնակցի իր որոշումը ուշադիր լսում։ Ողը ցանկանում են արտահայտվել, այսպես ասենք, չկա, խնդրեմ։ Շնորհակալություն պատվարժան դատարան, իմ միանում եմ իմ բոլոր գոլեգաների դիրքորոշումներին, իհարկե խնդիրը վերաբերվում է մեկ այսպես հստակեցնում անենք, որ աղայի մեղադրողը ոչ թե խոսեց հաշվի առնելով, որ Գալստանյանը հանդիսանում է բարձրաշրջան եկեղեցական պաշտոնյա։ Նախ բարձրաշրջան եկեղեցական պաշտոնյա հասկացություն չկա, որտեղ հայ առաքելական եկեղեցում կան եկեղեցականներ եւ հոգեվոր կոչումներ, հոգեվորականներ, որոնք որ ունեն իրենց կոչումները, եւ մենք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ամենայն որպես հավատացյալ ամենայն անկեղծությամբ խոնարհվում են Բագրատ arczepiskopոսի առաջ, կարծում եմ, որ այո նրա հեղինակությունը բավականին բարձր է, իրենց այդ հեղինակությունը թույլ է տալիս եւ նրա ստացած անցած ճանապարհը ունեցած ներդրումը եկեղեցաշինության մեջ եւ ընդհանրապես հանրային դիրույթում ունեցած նրա ավանդը թույլ է տալիս ասելու, որ Բագրատ arczepiskopոսը երբեք չի կարող ոչ բանում խոչընդոտել, բացի հոգևոր սնունդ տալուց մեզ մեր հավատացյալներից եւ մեր ժողովրդին։ Բագրատ Սրբազանը կարծում եմ, որ խոչընդոտ կարող է հանդիսանալ մեկին կամ մի խմբակի, բայց ոչ երբեք ժողովրդին կամ որևէ մեկին կամ որևէ քրեական վարույթին։ Սա միանշանակ է պատվարժան դատարան եւ ես կարծում եմ, որ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը ունի իր պաշտպանը, ամփորը ամենայն հարգանքով պաշտպանների նկատմամբ Բագրատ Սրբազանի։ Ես խնդրեմ, որպեսզի դատարանը նաև քննության առարկա դարձնի նրա նկատմամբ ընդհանրապես խափանման միջոցը վերացնելու հարցը, տնային կալանքը վերացնելու կամ ավելի մեծ խափանման միջոցի անցնելու հարցը։ Այստեղ ես ամեն ինչ կարող եմ անցնել հասկանալ, յուրաքանչյուրը կատարում է իր դերի իր նշանակությունը։ Հանրային մեղադրանքի կողմը ցավով նշեց, որ թեև համաձայն չեն վերաքննիչ դատարանի որոշման հետ, սակայն այնուամենայնիվ այն խափանման միջոցը, որը կիրառված է եղել, եւ հիմա կիրառված է Բագրատ Սրբազանի նկատմամբ, շատ ինտենսիվ է եւ շատ ագրեսիվ միջամտություն է նրա անձնական ազատությանը եւ կյանքին, պատվարժան դատարան, սա կարծում եմ մարդու իրավունքների եւ անձնական ազատության տեսանկյունից երբևէ արդարացված չէ որևէ այլ կերպ։ Մենք բոլորը շատ լավ ենք հասկանում, թե ինչու է այդպիսի ագրեսիվ միջամտություն նրա կյանքի եւ ազատության նկատմամբ, շատ լավ ենք հասկանում եւ նաեւ լավ ենք հասկանում են բոլոր դիսկուրսները, որոնք հնչում են այս դահլիճում, առանց մեկնաբանությունների ես պարզապես ընդհանրապես որպես նորից եմ կրկնում, որպես հայ քրիստոնյայի, հայ առաքելական եկեղեցու հետևորդի հավատացյալի եւ բոլոր այն հավատացյալների անունից խնդրում եմ, որպեսզի հանրային տիրույթում, այսպես ասեմ, խնդրում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառվի առավել մեղմ միջամտող խափանման միջոց, որպեսզի նա հնարավորություն ունենա լինելու իր հոտի կողքին, անելու են բոլոր արարողությունները կամ են բոլոր աղոթները հոգուտ իր հավատացյալ ժողովրդի եւ նաեւ միանում եմ նրա պաշտպանին, որպեսզի հնարավորություն տրվի մասնակցելու յուրաքանչյուր կիրակի հասկացող համապատասխան եկեղեցու պատարակներին։ Բայց եթե իմ առաջի խնդրանքս կբավարարվի, կարծում եմ, որ երկրորդի արդեն անհրաժեշտությունը արդեն ինքնաբերաբար
մեխանիկորեն գլուխի։ Պատվարժան դատան, այստեղ մենք չենք եկել ասելու ոչ, այսպես ասած, ճակճղացող բառեր, ոչ չգիտեմ ինչ-որ մի բաներ, մենք եկել ենք ընդհանրեն այստեղ քրեական դատավարության դաշտում մեր ասելիքը ասելու, մեր լսելիքը լսելու եւ մեր ապացույցները ներկայացնելու, ապացուցելու կամ չապացուցելու, հիմնավորելու կամ չհիմնավորելու։ Բաքրատ Սրբազանի նկատմամբ ունեցած ցանկացած միջամտություն, որը նրա անձնական կյանքին եւ ազատությանը կարող է միջամտություն լինել, ցանկացած միջամտություն պայմանավորված է եղել նրա հանրային տիրույթում գործունեությամբ։ Այդ գործունեությունը կասեցնելու նպատակի հետապնդել։ Հիմա եթե կա մտավախություն, որ Բաքրատ Սրբազանից վախ կա որպես այդպեսին, սա ուրիշ խնդիր է։ Եկեք ավելի տղամարդ գտնվենք եւ բարձրացնենք, ասենք, որ մենք վախենում ենք Բաքրատ Սրբազանից։ Բայց կարծում եմ հավատավոր, յուրաքանչյուր հավատավոր մարդ, հավատացյալ մարդ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի կարող վախենալ Բաքրատ Սրբազանից, ոչ էլ նրա գործունեությունից, որտեղ նրա գործունեությունը բացարձակապես միտված է եղել իր հոտի զարգացմանը, իր հոտի անվտանգությանը եւ այդպես շարունակ։ Եվ ես ուզում եմ, որպեսզի ելի եմ կրկնում, ոսորի նախորդ խոսքում ասացի, թե Բաքրատ Սրբազանի, թե նրա առօրյա կյանքի կենցաղի նկատմամբ յուրաքանչյուրս պատասխանատու լինենք, այնքանով, որքանով որ մեր օրենքը եւ իրավունքը հնարավորություն է տալիս։ Ընդհանրապես սա խնդրում եմ իմ խնդրանքը բավարարել, խնդրանքը սա ոչ թե դատավարական միջնորդություն։ Եվ միանում եմ մնացած իմ գոլեգաների բոլոր հիմնավորումները։ Շնորհակալ եմ։ Էլեմենտար արգակ պետքագործությունն է, չէ՞։ Շնորհակալություն։ Պատվարժան դատարան, ես եւս միանում եմ իմ հարգարժան կոլեգաների դիրքորոշմանը եւ բայց ուզում եմ դատարանի ուշադրությունը հրավիրել նաեւ մի հանգամանքի վրա, որ փաստացի այս դատաքննության ընթացքում Բաքրատ Սրբազանը միակ անձն է, որ երկարատև գտնվել է կալանքի տակ։ Ես հասկանում եմ, թե ինչով է պայմանավորված եղել այս հանգամանքը, բայց նա անխունջ, անտրտունջ ենթարկվել է դատարանի այդ որոշումներին, չնայած ոչ մի հակառակորդ գործողություն չի կատարել։ Եվ արդեն ամսի 25-ին կլրանա 1 տարին, որ Բաքրատ Սրբազանը գտնվում է անազատության մեջ։ Պատվարժան դատարան, հարգելի մեղադրողների հիմնավորումները, թե կխոչընդոտի դատաքննությանը, չի կատարի վրա դրված պարտականությունները, արդեն 1 տարյան նույնությամբ կրկնվում են, թե նախաքննության փուլում, թե դատաքննության փուլում։ Բայց շարունակական կալանքի տակ պահելու համար գոնե պետք է լինեն ավելի հիմնավոր փաստարկներ։ Մենք այս վարույթով ունենք ապացույցներ, գրավոր ապացույցներ, որոնց վրա Բաքրատ Սրբազանը ցանկացած մեծ ցանկությունների դեպքում ազդեցություն գործադրել չի կարող։ Ինչ վերաբերում է գործով վկայակոչված վկաներին, պատվարժան դատարան, ապա ես բազմիցս առիթ եմ ունեցել այդ մասին բարձրաձայնելու եւ հիմա էլ չեմ զլանա բարձրաձայնել, վկաներից ոչ մեկը ոչ մի հակընդդեմ ցուցմում Բաքրատ Սրբազանին եւ ընդհանրապես մնացած 17 արդարների նկատմամբ չեն հայտնի։ Այսինքն եթե չկա հայտնած ի վնաս անձի, ապա որտեղ է դրամաբանությունը, որ կխոչընդոտի կամ ազդեցություն գործադրի։ Գործադրելու համար պետք է ինչ-որ նպատակ հետապնդել, հասնել մի արդյունքի, որը բարենպաստ է անձի համար։ Տվյալ պարագայում այդպիսի վկա չունենք մենք այս վարույթով, վկայակոչված, դատակոչված։ Հետևաբար, եթե չկա անձ, ով հակառակ ինչ-որ ցուցմունք է տվել, չկա նաև անհրաժեշտություն ազդեցություն գործադրելու։ Ինչ վերաբերում է հանցանք կատարելուն, ապա ինչպես հարգելի մեղադրողները վկայակոչեցին, նույնիսկ վերաքննիչ դատարանը այդ հանգամանքը արձանագրել է, որ նվազել է։ Չնայած վերաքննիչ դատարանը ըստ մեղադրողների ներկայացման մենք չունենք այդ դատական ակտը մեր ձեռքի տակ, բայց բովանդակությունից հասկանալի է, որ մյուս հիմքերն էլ արձանագրել է, որ նվազել է։ Հետևաբար պատվարժան դատարան ես կարծում եմ, որ Բաքրատ Սրբազանի նկատմամբ չպետք է
տնային կալանքի ժամկետը երկարացվի, այլ նրան նորմամբ կարելի է ընտրել նաև այլընտրանքային ավելի մեղմ խափանման միջոցներ, որոնք ևս հնարավորություն կտան ապահովելու դրա պատշաճ վարքագիծը։ Եվ այո, միանում եմ բոլոր միջնորդներին եւ ես նույնպես խնդրում եմ, որպեսզի դատարանը հնարավորինս արդարամիտ եւ արդարադարձ լինի, որի վերաբերյալ կասկած չունեմ, եւ Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառի այլընտրանքային խափանման միջոց, բայց ոչ տնային կալանքը։ Վարչական հիշողություն։ Պատասխան դատարան մի փոքր առաջ շատ հետաքրքիր բան կատարվեց։ Ըստ էության մինչև այս պահը միայն պաշտպանության կողմներ նշում են հանգամանքը, որ Բագրատ Սրբազանը կալանքի տակ է, որովհետև Բագրատ Սրբազանի կալանքը մաս է կազմում եկեղեցու դեմ լայնածավալ արշավի եւ հենց այն հանգամանքով է պայմանավորված, որ Բագրատ Սրբազանը սրբազան է։ Շատ հետաքրքիր բան կատարվեց, ըստ էության մեզ հետ արդեն համաձայն է մեղադրող կողմը, նշում է, որ խափամամիջոցը ընտրելիս պետք է հաշվի առնեք, ընդ որում բացասաբար Բագրատ Սրբազանի ունեցած եկեղեցական իրենք նշում են պաշտոնը։ Հոգևոր աստիճան է, որը որ ավելի ճիշտ տերմին է։ Ըստ էության միայն այս հանգամանքը հաշվի առնելով պետք է արդեն իսկ արձանագրենք, որ բարձրաձայն է եւ ակնհայտ է բոլորի համար, որ անձը գտնվում է նման խիստ սահմանափակումների տակ, բացառապես այս հանգամանքով պայմանավորված եւ արդեն իսկ սա պետք է բավարար լինի, որ մենք փորձենք հասկանալ, որտեղ ենք մենք սխալվել։ Իսկ այն, որ մենք սխալվել ենք այս դատարանի դահլիճում, դա արդեն արձանագրված փաստ է, առնվազն այնքանով, որ արդեն իսկ ունենք արձանագրված փաստ, որ Բագրատ Սրբազանը գտնվելով տնային կալանքի պայմաններում շարունակում է դրսևորել պատշաճ վարքագիծ, թեև որևէ անձի մոտ տվյալ դահլիճում կարծես թե նման կասկած կարծում եմ պետք է որ երբևէ առաջացած չլիներ, պատվարժան դատարան կարծում եմ առնվազն արդար կլինի, որ հիմա էլ չփորձարկենք անձին 1 տարի շարունակ տնային կալանքի պայմաններում պահելը, հետո նոր արձանագրենք ստիպված, որ մենք սխալվել էինք եւ առավել մեղմ խափամամիջոցները, իսկ մենք շարունակում ենք պնդել, որ առհասարակ խափամամիջոցի բացակայությունը իրավազոր է ապահովել անձի պատշաճ վարքագիծը։ Պատվարժան դատարան մի հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, քանի որ անդադ խոսք է գնում Սրբազան հորի իրավունքների սահմանափակման մասին, բայց կարծես թե Սրբազան հայրը սահմանափակ իրավունքներում իրեն ավելի ազատ է զգում, ես ցանկանում եմ դատարանի ուշադրությունը հրավիրել, որ դրանով սահմանափակվում են ոչ միայն Բագրատ Սրբազանի իրավունքները, այլ են հավատավոր հոտի, ովքեր խափան միջոցի պայմաններում ուղղակի չեն կարող շփվել Սրբազան հոր հետ, պատվարժան դատարան, քանի որ առաքելական եկեղեցու հետևել է, որ այս հանգամանքին ուշադրություն դարձնեն։ Պատվարժան դատարան, ես ելույթ չէի ունենա, եթե սովորական պարզ ինչ-որ մի պրոցես կնար, որի մեջ ինչ-որ մեղավորության, ինչ-որ վտանգավոր գործողությունների ընթացքի մեջ լինեի։ Նամանավանդ, որ մեղադրականով նշված է ահաբեկչություն, տերորիզմ, եւ իշխանազավթում, բռնի իշխանազավթում։ Մենք այստեղ մարդիկս 17 հոգի հավաքվել ենք Բագրատ Սրբազանի շուրջ։ Ինչու՞։ Ինչն էր պատճառը, որ հավաքվեցինք Սրբազանի շուրջ։ Ես թերևս մի անգամ ասել եմ, բայց էլի կրկնեմ։ Իմ համար տարիների մոտավորապես 35 տարվա կտրվածքով
իմ երկրի, իմ ազգի համար պայքարի դաշտում եմ եղել։ Եվ այս վերջի 7 տարին շատ մեծ անհանգստություն է պատճառել։ Ոչ թե նրա համար, որ իշխանության եկան այսօրվա իշխանավորները կամ ինձ աշխատանքից ազատեցին կամ չգիտեմ էլի ինչ-որ մի բաներ, այլ վտանգը իմ ազգի, իմ ժողովրդի մեջ եմ ես տեսնում։ Զուտ վտանգ հոգևոր իմաստով։ Սատանխոսություն, դաժանություն, դեռ երեք իշխանավորների ամենաբարձր իշխանավորների բերանից լպտի արտահայտություններ, սպառնալիքներ, բռնությունների կոչեր եւ այս ամբողջը հոգեկան իմաստով այս ժողովրդի վրա, մեր ժողովրդի վրա ազդել է, մեծ ազդեցություն ունի։ Այս ժողովուրդը արդեն չի ջոկում, չի տարբերում չարը բարուց, լավը բացից։ Եվ սա կար դեռ մի 7 տարի առաջ, երբ որ պատերազմ էր եւ այդ պատերազմին զոհվածների մի կողմից ուղղակավորում էինք եռաբլուրում, մի կողմից շատ-շատերը այդ զոհվածների ծնողների շատ-շատերը ուրախությունների մեջ էին, ծափ էին տալի, մեքենաներ էին գնում, մարդիկ անտարբեր էին ցավին, եւ այդտեղ անհրաժեշտություն կար, իսկապես անհրաժեշտություն, համար առաջի բժշկական, հոգևոր բժշկական անհրաժեշտություն, որ լինի հոգևորական, որ կանգնի ու ասի ժողովուրդ սպասեք, այդ իշխանությունը, փառքը, հարստությունը ոչինչ են, դուք ոչնչանում եք, դուք գնում եք ոչ բանականության, անասնականի, բանական որպես գիտակցող, մտավոր բանականի մասին պետք է մտածենք։ Եվ այստեղ իսկապես ասենք Սրբազանը շատ մեծ գործ արեց։ Հավատացեք, այն չէր, որ 100,000-ը եկան հավաքվեցին հրապարակում։ Նրանից հետո էլ իր աշխատանքը անընդհատ, մեր խնդրանքը, իմ խնդրանքը միշտ եղել է Սրբազանին, որ խոսի մարդկանց հետ, որ տարբեր գյուղեր, քաղաքներ, ամենտեղ մարդկանց հետ խոսի, որ մարդիկ բուժվեն հոգեպես։ Հասկացեք, վերջապես ասենք, մեր համար էականը այն չի, որ մի, չգիտեմ, մի կտոր հաց ավելին ուտենք։ Այնքանը իշխանը, որ բավարար է կյանքը ապրելու համար, այդքանը։ Այսօր իսկապես ես ուզում եմ լավ վերջապես ասենք այսքան նստած տղեր կան, 18 հոգի։ 18 հոգուց թերևս մի հոգի, 2 հոգի կամ 3 հոգի, ոչ թշնամուն, մեր թշնամուն զենքը ձեռքին, սենց աչքի տեսել է, կամ խփել է թշնամուն, այսինքն մարդ է խփել։ Չկա այդ մարդիկ չեն, որ ահաբեկչություն անեին։ Դրա համար ռիսկ է պետք։ Դրա համար, չգիտեմ, շատ բան է պետք։ Դա չեն կար այս մարդիկ, նայում ես չեն կար այս մարդիկ ահաբեկիչ լինեն։ Իշխանազատվող, ամենամեծ իշխանության մեջ պաշտոնյա երեթե ես եմ եղել։ Հա, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ եմ եղել։ Դրանից բարձր պաշտոնի ոչ մեկ չի եղել։ Մենակ Սարգսյան Արթուրը քաղաքապետ։ Դա չգիտեմ, կարելի է հավասարեցնել թե չէ։ Հիմա ավելի բարձր է, չէ՞։ Հիմա ինչն է ասելիքս, ինչն է խնդրելիքս իսկապես։ Բագրատ Սրբազանը շատ բան ունի մեր ժողովրդին ասել։ Իշխանավոր կլինի, անիշխան կլինի, հասարակ մարդիկ կլինեն, շատ բան ունի ասելու հոգևոր իմաստով։ Դրա համար ենք մենք գնացել այս մարդու հետևից։ Ճշմարիտը Աստվածը, Աստծու հետևից պիտի եւ Աստծու խոսքը, տարածողի հետևից պիտի գնանք։ Եթե դա է մեր կապացին, դա է մեր գործը, դա է մեր հիվանդությունը։ Ես խնդրում եմ, որ իսկապես խոհեմ գտնվենք բոլորս։ Հիմա ինչ է, դատել է պետք, ինձ դատեք,
Բայց այն ժողովրդից, որ պետք է առողջացնել այդ մարդկանց, թողեք որ առողջացնեն։ Այսքան